Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Անկարայից մեկնող ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Reuters-ը հաղորդում է, որ ինքնաթիռում էր Լիբիայի բանակի շտաբի պետ Մուհամմադ Ալի Ալ-Հադադը։ Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետը Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր գեներալ գնդապետ Սելջուկ Բայրակթօղլուի պաշտոնական հրավերով։ Հաբերթուրքի տվյալներով միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 5 մարդ։ Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռն է կործանվել։ Փրկարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։ Ադրբեջանում ապօրինաբար գերեվարված Վագիվ Խաչատրյանը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նա ծանր վիճակում է դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտույցի եւ ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։ Բաքվից հայտնում են, թե վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումները, այդ թվում դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը եւ ոչ ինվազիվ օդափոխությունը դրական արդյունքներ են տվել։ Հիվանդը այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ հսկողության ներքո։ Հիշեցնենք, Ադրբեջանում ապօրինաբար գերեվարված Վագիվ Խաչատրյանը առևանգվել էր Լաչինի Միջանցքից եւ Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտվել։ Բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրող Թիմ Սթենլին եւ հայր Բենեդիկտ Քիլին քննարկում են վարչապետ Փաշինյանի ավտորիտար քայլերն ու եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։ Նրանք շեշտում են, թե ինչու է կարևոր, որ միջազգային հանրությունը եւ հոգեվոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Now, though, the Prime Minister of Armenia seems to be some sort of quizzling of some kind, cooperating with the Azerbaijanis, giving up territory, and arresting bishops who are protesting. A half of local archbishops are now in prison in that country. Because they're protesting against, he's effectively a dictator. There's going to be an election, I believe, in a year or so, but who knows if it will happen. Վոլգոգրադի մարզից Հայաստան հացահատիկի առաջին երկաթուղային փոխադրումն ավարտվել է։ Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է մոտ 30 վագոնով Հայաստան հասցնել ավելի քան 2000 տոննա ցորեն։ Նոր լոգիստիկ երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը վերսկսելու որոշումից հետո։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախկինում հայտնել էին Ադրբեջանի տարածքով երկիր հացահատիկի առաջին երկաթուղային փոխադրումների մասին։ Նախ ղազախական ցորենի տարանցում էր իրականացվել, ապա նույն երթուղով Երևան էր փոխադրվել նաև ռուսական ցորենը։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ շեշտել էր, որ նման մատակարարումները կատարվում են նոր լոգիստիկ երթուղով եւ առաջարկում են այլընտրանք Վրաստանի տարածքով ավանդական տարանցմանը, միաժամանակ նպաստելով ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիային եւ Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանը։ Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի ամենաբարդ նախագծերից մեկն է։ 5-րդ ռիսկայնության նախագիծ, որի միայն պարզ փորձաքննությունը տևել է 1 տարուց ավելի։ Նման հայտարարություն է արել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ասելով, որ այս տարվա բյուջեով եւս գումար էր հատկացվել Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին, սակայն այդ գումարները ուղղվել են 45 տրոլեյբուսների գնմանը։ Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին պետք, այդ գումարների մի մաս ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար, այսինքն ոլորտային նույն ուղղությամբ է գնացել։ Եվ մենք հաջորդ տարի արդեն ապրիլ-մայիսին ունենալու են 45 նոր տրոլեյբուսներ 12 մետրանոց, հավաստիացրել է Ավինյանը, նշելով, թե ինչի վրա են գնացել այդ գնումները։ Նախ կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային կառուցման մրցույթի հետ կապված, հատուկ պայմաններ ապահովելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է եւ մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը։ Նման հավաստիացում է արել Երևանի քաղաքապետը։ Երևանի քաղաքապետարան 2025 թվականի բյուջեի քննարկումների համաձայն Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 9.6 միլիարդ դրամից մնացել է 1.6 միլիարդ դրամ։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ջերմուկը փոշու մեջ կորած, ահազանգում են բնապահպանները։
Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։